Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր քննարկումները, այսօր մեծ քննարկումը նվիրված է Իրանում տեղի ունեցող պատերազմական գործողություններին, ինչպես գիտեք, մեր տարածաշրջանում այսօր իրականում տեղի ունենում մեծ պատերազմ եւ Հայաստանը լինելով Իրանի հարևան երկիր, նաև կարելի է ասել ուշադրությամբ հետևում է ինչ է կատարվում իր անմիջական սահմաններից այն կողմ։ Գիտեք այսօր նույնիսկ տեղի ունեցել հարված Նախիջևանի օդանավակայանին Ադրբեջանի տարածքում տարբեր մեկնաբանություններ են գնում, դեռևս պարզ չեն պատճառները եւ իրողությունները, համենայն դեպս ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդները ակտիվ հետևում են իրադարձություններին։ Այսօր մենք քննարկենք Իրանի պատերազմը մեր երկրի հայտնի քաղաքագետների եւ գործիչների հետ միասին։ Մեր այսօրվա հյուրերն են Ազգային ժողովի նախկին փոխնախագահ տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Էդգար Ղազարյանը եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոնայք, առաջի հարցը տամ պարոն Մելքումյան ձեզ, ինչպես տեսնում եք, տարածաշրջանում պատերազմ է եւ մեր հարևան Իրանը ծանր իրավիճակի մեջ է։ Շատերը տարբեր վերլուծաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, վերլուծական տարբեր ուրեմն հրապարակումներ են անում եւ կարծիքներ են հայտնում, որ այս պատերազմը կարող է շատ երկար տևել եւ նաեւ ֆոնդային բորսաների այս վիճակը, երբ որ նավթի գներն են բարձրանում, այդ Օրմուզի նեղուցի փակվելու կապակցությամբ եւ այլ, համենայն դեպս նաեւ կանխատեսում են Հայաստանի հետ կապված տարբեր խնդիրներ։ Դուք ինչպիսի գնահատական կարող եք տալ Հայաստանի վրա, ինչ ազդեցություն կունենա տնտեսական առաջին հերթին։ Մինչև Հայաստանին անդրադառնալ, նախ շնորհակալություն հրավերի համար, պարոն Բաբայան։ Մինչև Հայաստանին անդրադառնալը պետք է ասեմ, որ այո, սա սպասելի էր, տենց չի որ անսպասելի այդ իրադարձությունները տեղի ունեցան, իսկապես սպասելի էր, դրան նախորդած, այսպես ասեմ, բանակցություններ, հռետորաբանություն եւ այլն։ Սա մեկ։ Երկրորդ, որպես առանձնահատկություն պետք է ասեմ, որ աննախադեպ է, որ կարծեմ 12-14 երկիր եւ այդ թիվը ավելանում է, երկրներ արդեն ներքաշվել են այդ ուրեմն տարբեր կողմերից այսպես կոչված այդ կոնֆլիկտային իրավիճակի մեջ մեղմ ասած, եւ երրորդը պետք է հասկանալ ամենակարևոր բանը ես ուզում ասեմ, որ կարճաժամկետում աշխարհի նիստ ու կացը փոխվեց, որ Տրամպը ցույց տվեց, որ այս փուլում գոնե աշխարհը դառավ միաբևեռ։ Այսինքն, եթե մենք ասում ենք բազմաբևեռ աշխարհ, Չինաստան, Ռուսաստան եւ այլն, այսօր այս ասում եմ կարճաժամկետում, որտեղ պարզ չի ինչ կլինի, ինքը ցույց տվեց միաբևեռ այն, որ ես ոնց գտնում եմ նպատակահարմար, այսպիսի քայլեր եմ անում։ Հիմա կյանքը ցույց կտա, հիմնական իհարկե առաջի 4-5 ժամվա նպատակը հարձակման նա էր, որ ղեկավար կազմը, երկրի ղեկավար կազմը ուրեմն ոչնչացվեր, ու լուծվեց այդ հարցը իրենք լուծեցին, սակայն դրա հետևանքով թե ինչ պետք է լիներ, դա լուծված չի, հա, եւ խոսույթը գնում է նրան, որ ով որ էլ ընտրվի հոգեվոր առաջնորդ կամ ղեկավար կազմ, նրան էլ է սպասում են ճակատագիրը, սա երկրորդ, եւ երրորդ հանգամանքը որ պարոն Նահապետյանն էլ դրան միգուցե կանդրադառնա, որ ցամաքային հարձակում, որպեսզի այդ դրոշը, ինչպես նախնական զրույցում ասեցինք, բարձրանա այլ երկրի, այդպիսի բան դժվար է սպասել հիմա, ջրային մասով էլ օվկիանոսից ծոցից էլի բարդ է, սրանով է սահմանափակեմ, այսինքն բարդություններ կա, դա նշանակում է կձգձգվի, կերկարի ժամկետային առումով։ Հիմա ինչ վերաբերում է հետևանքներին, դուք իրավացի եք, որ լայն առումով սա աշխարհում նոր իրավիճակ կստեղծի տնտեսական դաշտում, ֆինանսական դաշտում հատկապես, որովհետև ֆինանսատնտեսական դաշտը շատ զգայուն է։ Ամեն մի նույնիսկ եթե մի գիտեք, որ ինչ որ մի հայտարարություն է արվում, շատ կոշտ բորսաներում սկսում է տատանումներ։ Հիմա ինչ որ ասում եք այդ Հորմուզի նեղուցի մասով, որտեղ բոլորն են ասում, որ աշխարհի նավթի այդ այսպես լոգիստիկայի 20%-ն անցնում եւ հեղուկացված գազի 30%-ն անցնում, իսկ տեղի հիմնական մասը գնում է դեպի ասիական երկրներ եւ Չինաստան։ Մյուս կողմից օրինակ Ռուսաստանը շահում է հիմա, երբ որ նավթի գազի գները բարձրանում են, Ռուսաստանը կտրուկ շահում է դրանից եւ արդեն նույնիսկ Եվրոմիության տարբեր երկրներ Ուկրաինային ստիպում է, որ այդ վինտիլները բացի, որ այդ գազը ասենք թե անցնի, հա, եւ այլ եւ այլ։ Այսինքն խայտաբղետ բազմացած process-ները այն որ ասում ամեն մեկը իր գլխի ճարն է։ Անկանխատեսելի, բայց
Հիմա մեր համար, Հայաստանի համար, հələ մի թողենք տնտեսական մասը, որ իսկապես այդ վերարտահանումը, որը այս մի 2-3 տարվա ընթացքում ոնց որ փրկում էր բյուջետային մուտքեր եւ այլն, որ ոսկին պետքա գնալ էմիրություններ, դոլար գար, հիմա մենք չգիտենք ինչ է, կարող ենք կանխատեսել, որ դոլարի կուրսը կբարձրանա նորից։ Չնայած ես միշտ ասել եմ, որ դոլարի այս արժեզրկումը արտահանողներին խփում էր, որովհետեւ դու արտահանումը սահմանափակում ես, ներկրողին խրախուսում ես։ Սա շատ անցանկալի կուրս էր էս իջացը եւ եկեք ձև չանենք, թե ինչ որ լողացող բան է եւ կենտրոնական բանկը չգիտեմ ինչ պիտի անի։ Բանկերի մասին ես հատուկ հրապարակում արել եմ, որ արդեն առաջին անգամ միլիարդատերեր են առաջացել դոլարային, բանկերի բաժնետերեր, օրինական փոքր երկրում միլիարդատերեր, չեմ ուզում սրանալ։ Հիմա ինչ վերաբերվում է տարածաշրջանային ներքաշմանը, իսկ ով է տվել երաշխիք, որ անդրկովկասյան այդ հանրապետությունները չեն ներքաշվի ինչ որ X իրավիճակում իրենցից անկախ չեն ներքաշվի, Նախիջևանում ասեցիք օդանավակայանի վրա խփել են, հիմա տեսնենք ինչ ա լինում։ Հիմա մեզնից անկախ պայմաններում ով ասել, որ մի 3-րդ, 4-րդ ինչ որ տեղից Հայաստանի ստրատեգիական որևէ ինչ որ օբյեկտիվ կամ մոտակայքում, չեմ ասում հենց իրա վրա, ինչ որ մի բան չի լինի։ Պատրաստենք մենք դրան, ինչ ռեակցիա դրա արդյունքում կամ հետևանքով կարող է լինի։ Մեկ, երկրորդ, փախստականների հոսք մեղրի, ուրեմն Իրան սահմանից, փախստականները ինչքան կգան, չեն գա, ուր կգնան, ոնց կգնան, ով կընդունի նրանց։ Կարող այսօր թվում է թե քիչ են։ Ինչ որ մի մասը ասում գալիս ենք, որ որպես հանգրվան Հայաստանից գնանք ուրիշ տեղ, բայց ոչ մի բան երբեք մի ասա երբեք։ Եվ լայն առումով, տնտեսական առումով մենք քանի որ շատ զգայուն փոքր երկիր ենք եւ ապաշրջափակված երկիր չենք, ասինքն այս բանը շրջափակման մեջ գտնվող երկիրը ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, քան թե տարբեր ուրեմն ծովային ելք ունեցող երկրները։ Մենք չգիտենք ինչ է սպասում։ Այս առումով մենք պետք է պատրաստ լինենք տնտեսական կառուցվածքի վրա որոշակի ազդեցությունների, կոշտ ազդեցությունների Հայաստանից անկախ, որովհետև Հայաստանի տնտեսական համակարգի դիմադրողականությունը այն աստիճանի չի, որ մենք այդ հարվածներին կարողանանք դիմակայենք թերևս։ Երևի այս բանը այսքանը։ Այո, շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, նայեք, քանի օր կարող է տեսականորեն դիմակայել Իրանը այս մեծածավալ հարձակմանը, արդյոք առաջի ոնց որ քննությունը ինքը կարողացավ հաջողությամբ ավարտել, որովհետև ամեն դեպքում այդ բլիցկրիգը չստացվեց եւ Իրանը պատասխան տվեց այս հարձակմանը։ Տեսնում եք հավանականություն, որ այնտեղ իշխանություն կարող է փոխվել ամերիկյան սցենարով եւ ինչքան է կանխատեսում, հա, ամենակարևորը է, պատերազմը ինչքան կտևի, ըստ ձեր, ասենք օրինակ ռազմական տեսանկյունից հնարավորությունները ինչպիսին են, այսինքն հիմա մեկը կա ասում է մինչեւ սեպտեմբեր այս պատերազմը կարող է տևել։ Դուք որպես ռազմական փորձագետ հավանականություն տեսնում եք, որ Իրանը այդքան կարող է դիմանալ եւ երկրորդը Ամերիկան ու Իսրայելն է կարող են այդքան կռվել։ Ոնց եք պատկերացնում։ Նախ գիտեք, եկեք առարկայական գնահատենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները սպայն։ Իրենց նպատակը Թեհրանի կառավարության շենքի վրա այդ երկրի դրոշները բարձրացնելը չէ։ Երբ որ ասում ենք պատերազմ, մենք դե հասկանանք պատերազմի նպատակը որն է։ Ամեն մի ռազմական գործողություն չի, որ պատերազմ է։ Եվ այն ինչ հիմա կատարում է, սա գործիքակազմի օգտագործում է Իրանում իշխանափոխություն իրականացնելու համար։ Երկու նման փորձ ձախողվել է անցյալ տարի հունիսին 1 12 օր ռազմական գործողությունների միջոցով ներսում խժդուժություններ, 5-րդ 6-րդ շարասյուն ոտքի հանել եւ փորձ անել տապալել իշխանությունը։ Իհարկե գլխատելուց հետո որոշ մասը այո գլխատվեց զինվորական, քաղաքական, գիտական ղեկավարների որոշ ներկայացուցիչներ զոհվեցին, սպանվեցին։ Անցյալ տարի դեկտեմբեր, այս տարի հունվարին եւս երկրորդ փորձ, բայց գործիքակազմը այլ էր, արդեն ներսում միանգամից առանց դրսի ակնհայտ ագրեսիայի։ Հիմա երրորդ փորձը եզակի է երկիր մոլորակում առանց ընտրությունների իշխանափոխության իրականացում մի գործիքով, որը մինչև չի օգտագործել։ Դա արտաքին ագրեսիան է, որը ուղեկցվելու է ներսում 5-րդ 6-րդ շարասյան ակտիվացմամբ գումարած էթնիկ խմբերի անջատողական տրամադրությունների գեներացմամբ։ Այսինքն ինքը համալիր է։ Առաջին փուլը, որը արվեց, ուրեմն գլխատում, որը ստացվեց, փաստացի հոգևոր առաջնորդը, որը երկրի գլուխներ զոհվեց, սպանվեց,
զինվորական բարձրաստիճան բոլոր պաշտոնատար անձիկ, բոլոր պաշտպանության նախարար, շտաբի պետ, պահապանների կորպուսի անդամ, շտաբի պետ, անվտանգության խորհրդի քարտուղար եւ այլն, բոլորը զոհվեցին։ Հաշվարկ ինչու՞մն էր, եթե գլխատվում է, հա, ներսում փորձ արվում գեներացիա ռմբահարումների հրթիռակոծությունների հետևանքով, այսինքն մարդկանց մոտ վախ առաջանում, հանձնվելու ցանկություն առած, որ երկիրը գլխատված է, այսինքն հաշվարկը դրա վրա է։ Տիպիկ արևմտյան ընկալում, բայց իրենք հարձակվել են արևելյան երկրի վրա։ Եվ ի հակադրություն այդ հոգեվիճակային քայլերի, որտեղ արևմուտքը կոնկրետ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտածում են, որ այդպես կլինի, լրիվ տրամագծորեն հակառակ վիճակ ստեղծվեց։ Գլխատումից հետո ժամանակավոր կառավարման խորհուրդ ստեղծվեց, մեկ աշխարհականից, նախագահից եւ երկու հոգեվորականից, որոնք այաթոլաների խորհրդի կողմից որոշում կայացրեցին երկու կարևոր քայլի վերաբերյալ։ Առաջինը կարմիր դրոշ մոսկիտի վրա բարձրացրեց, դա հատուցման եւ վրեժ, այսինքն պատասխան, երկրորդ սրբազան պատերազմ ջիհադ, շիա մահմեդականների մոտ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ։ Այսինքն ժողովուրդը ավելին ըստ ամերիկյան ստրատեգների հաշվում են, որ այդ ռմբահարումներից գլխատումից հետո այսպես վախվորած վիճակ կլինի, ավելին հորդեցին փողոցները, չվախենալով, որ վերևից իսկապես կարող է այդ հրթիռները հարվածել խաղ բնակչությանը, ինչի որտեվ կար նախադեպ առաջին օրը, երբ հարվածեցին մի գիմնազիայի, որտեղ աղջիկներ էին մոտ 200-ից ավել, այսինքն մարդիկ չվախեցան, այսինքն մեռնելուց է ժողովուրդը չի վախում, կապ չունի, որ ազգային պատկանելություն է, թե Իրանում ազգային պատկանելության չի, կրոնական փոքրամասնություն է, ազգային փոքրամասնություն չի։ Հիմա այս առաջին փուլը արձանագրում ենք, որ արևմուտքի պլանը ձախողվեց։ Իրենք անցան պլան B-ին, պլան B-ի իմաստը հետևյալն է, անջատողական տրամադրությունների գեներացում։ Այսինքն արտաքին ագրեսիա, բայց այն ազգային էթնիկ խմբերի կողմից, որոնք շահագրգիռ են, որ մասնատվի, այո, 4 նման էթնիկ խումբ կա, որոնք այս կամ այն չափով կցանկանային պետություն ստեղծել առանցին։ Քրդերն են, այո, բելուժները, փուշտունները եւ ազերիները։ Հիմա ուշադրություն դարձեք, քրդերի պահով ոնց որ թե Երևանից ինչ որ գործընթացներ Իրաքի քրդերը, որոնք Իրաքի քրդերի առաջնորդը Բարզանին, որը բավականին լուրջ եւ մտերիմ հարաբերությունների մեջ է ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև ԱՄՆ-ի անպատասխան ուժային կառույցների ղեկավարն է, ինքը որպես գործիք այդպեսին պատրաստված կա։ Այստեղ կարևոր գործոն է Ադրբեջանի ներքաշումը եւ Նախիջևանի վրա այդ անօթաչուի պայթելը զոհերի եւ այլն։ Կարծում եք դա սադրանք է, որ ինչ որ մեկը սադել է, սկզբունքորեն ասենք Իրանին պետք չի դա։ Իրանը ինքը 14 պետության տարածքում գտնող ամերիկյան բազաներին հարվածել, այսինքն իր համար առարկայական խնդիր լուծել այդ բազաները անել այնպես, որ մարտական խնդիր չկարողանան կատարել, անկախ նրանց դա օդանավական է, հակահրթիռային թե հակաօդային պաշտպանության կառավարման համակարգեր են, հա, նավահանգիստներ են եւ այլն, տեղական չի։ Այսինքն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր ունի եւ ինքը խնդիր չունի, որ առավելագույն ներգրավի, օրինակ ապա տեղեկատվություն տարածեց, որ Իրանը հարվածել է Թուրքիայի ինջիրլիկ ամերիկյան ռազմաբազային, որ իրականությունից հեռու է, հա։ Սուպեր։ Եվ ըստ այդմ հիմա Իրանը առավելագույն ձգտում է առայժմ իր զինանոցը պահել Իսրայելի դեմ դեռևս ոչ ամբողջ թափով հարձակման։ Սա ակնհայտ է։ Իր համար խնդիրը առարկայապես այն թիրախները ոչնչացնելն է, որը կոնկրետ իր դեմ ռազմական գործողությունների մեջ է։ Դա բազաներն են։ Դա ավիակիրն է։ Իդեպ ասեմ, մի ավիակիրը շարքից դուրս եկել, Աբրահամ Լինկոլնը արդեն հետ է գնացել։ Ականակը իր երկու ականակիր է պայթեցվել։ Այսինքն իրանական կողմը որոշակի առումով համարժեքություն պահում է։ Ճիշտ է, երկնքում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները որոշակի առավելություն ունեն ակնհայտ, հա, բայց այդ առավելությունը բացարձակ չի։ Առայլս որ Իրանը դեռևս Իսրայելի նկատմամբ չի օգտագործել հիպերձայնային արագության հրթիռները։ Առայժմ բալիստիկ հրթիռներն են աշխատում, որի հետագիծը հաշվարկել է, էլի կարող է բռնել այդ երկաթագմբեթը Իսրայելի պաշտպանության կառույցը չեզոքացնի։ Բայց ասեմ ձեզ, Իսրայելը Իրանի համար շատ խոցելի մի քանի գործոն ունի, որտեղ Իրանը դեռևս այդ կարմիր գծերի չի անցել։ Ուրեմն առաջին
Իսրայելը ատոմական չունի հոսանքի արտադրության, երկու էլեկտրական ունի շատ մեծ հզոր։ Այդ երկու էլեկտրականներին հիպերձայնարագության հրթիռներով հարվածից հետո Իսրայելը ամբողջովին հոսանքը զրկվում է։ Սա մեկ։ Երկրորդ ունի քիմիական շատ մեծ երկու գործարան։ Էկոլոգիական մեծ աղետ կարող է լինել, եթե այդ գործարաններին հրթիռներով հարվածեն։ Երրորդ անապատում Իսրայելում կա միջուկային ռեակտոր, որը ստատիկ է, ֆիքսված է, որի տեղը գիտեն, այդտեղ հարված, եթե հաշվեն քամուղությունը հարվածի ժամանակ, ապա այդ պայթյունը մի քանի բալիստիկ հրթիռներով դա ուղղակի ամբողջ Իսրայելի տարածքը ռադիացիոն ֆոնը փակում է, այսինքն Չեռնոբիլ 2-ը լինում։ Եվ ինչպես ասում են, դրանից հետո թեման փակվում է։ Էլ չեմ ասում, որ կա նաև Իսրայելի միջուկային արտագլխիկներով հրթիռների պահոցներ, որի տեղը եւս ֆիքսված է։ Եվ ըստ այդմ Իրանը դեռևս ցկտում է կարմիր գծեր չանցնել։ Իսկ կարծում եմ Իրանը ինքը ժամանակ է ռեսուրսային առումով, Իրանի ռեսուրսը շատ ավելին է եւ անօթաչուների եւ բալիստիկ հրթիռների եւ հիպերձայնարագության հրթիռների ինչու եմ սա ասում, որովհետեւ ամերիկյան կողմը եւ իսրայելական կողմը ամեն աստծոր էս 5-րդ օրն արդեն 6-րդ ասում են, որ ոչնչացվել է նրանց հրթիռների բոլոր պահոցները։ Մեկ Սուզանավ են խփել։ Ասում են, որ երեք պատերազմի նախարարը Միացյալ Նահանգների նախկին Պենտագոնի, հա, ասում է Իրանը այլևս ռազմածովային ուժեր չունի։ Հորմուզում էլ նավ չկա։ Նավ չկա, բայց Հորմուզում հսկողությունը Իրանն է իրականացնում, ցանկացած իր կամքից դուրս նավի տեղաշարժ թիրախավորում ու խփում է առանց որից, որտեղ ինքն նախորդ զգուշացել է։ Էլ չեմ ասում, որ մի շարք կարևոր Բահրենում հարվածել է հակահրթիռային պաշտպանության մի համակարգի, որը ոչ միայն ծոցի երկրներն էր ամերիկյան ուրեմն փակում հակահրթիռայինով, ներառյալ մինչև Եվրոպա։ Այսինքն բավական հզոր կայաններ եւ այս բոլորը ոչնչացված է։ Հիմա Իրանը կարծում եմ ինքը ժամանակի առումով շահեկան է, ժամանակը Միացյալ Նահանգների դեմ է, դուք որ հարցնում եք ինչքան ժամանակ կտևի։ Ինչքան կտևի։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգների դեմ է աշխատում։ Հիշեք, որ պահին տասնյակ հարյուրավոր զինվորականներ ամերիկյան բանակի զով են եւ դրանց դիակները, երբ որ արդեն տեղափոխվեն Միացյալ Նահանգներ, հիշեք Վիետնամի պատերազմը։ Իդեպ մի հետաքրքիր փաստ բերեմ, Վիետնամի պատերազմում վիետնամցիները որից է ճակատամարտ լուրջ չեն հաղթել Միացյալ Նահանգներին, բայց պատերազմը Միացյալ Նահանգները պարտվեց։ Ինչու որտեվ հակապատերազմական շարժումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստիպեց նախագահին անել քայլեր, որ ինքը չէր ցանկանում։ Սա մի կողմից եւ մյուս կողմից ասեմ ձեզ Իրանը ունի երկար բազուկներ եւ այդ բազուկները հիմա սկսել են աշխատել։ Բազուկներից մեկը կոչվում է Համաս, մյուսը Հեզբոլլա, Եմենի հուսիտներ, Իրաքի 400,000-անոց շիա մահմեդական ոստիկանություն, որը բանակ է։ Դեռևս իրենք այն ինտենսիվությամբ չեն աշխատում, այսինքն որ պայն Հեզբոլլան է հիմա մի փոքր ակտիվ, Եմենը հետաքրքիր է, բավականին վտանգավոր պետություն է, ինչ առումով հուսիտները, որոնք քարանձավներում ուրեմն քարե մուրճերով հիպերձայնարագության հրթիռներ են պատրաստել։ Մի անգամ անցյալ տարի Թունիսյան հայտնի դեպքերի ժամանակ բաց թողեցին, որը ավիակիրի հոբ համակարգը շրջանցեց եւ գնաց Իսրայելում թիրախոցեց։ Պատկերացնում եք, իսկ թե որքան հրթիռ ունի Իրանը բալիստիկ հիպերձայնային արագությամբ եւ որքան անօթաչու խոցող անօթաչուներ Աստված գիտի։ Եվ այս առումով եթե Միացյալ Նահանգներում դեմոկրատական կուսակցությունը ակտիվացրեց հակա Տրամպյան շարժում, իսկ որը ակնհայտ երևում է, այս չեմ բացառում, որ մինչև նոյեմբեր կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Տրամպի իմպիչմենտի կամ անվստահության գործընթաց գնա։ Առավել եւս, որ երկիր մոլորակի վրա հակաիսրայելական եւ հակաամերիկյան լուրջ շարժում է գեներացում։ Եթե դրան էլ ավելացնենք, որ ծոցի արաբական երկրներում ժողովուրդները կարող է տեսականորեն եմ ասում, բայց սկզբունքորեն չի բացառվում, դուրս գան վարչակազմերի դեմ, որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, իսկ ժողովուրդը ասում է մեր հավատակից եղբայրների դեմ մեծ սատանան պատերազմում է, իսկ այս վարչակազմը օժանդակում է։ Այսինքն այսօր արաբական աշխարհում կարող է իսկապես այն մեծ իսլամական հեղափոխություն տեղի ունենա, որը ամենաանկանխատեսելին կարող է լինել եւ այդ երկրների եւ Միացյալ Նահանգների համար։ Ես մի փոքրիկ ռեմարկ անեմ շատ կարճ պարոն Նահապետյանի ուրեմն ինչ դիտարկումների հետ կապված։ Առաջինը նա է, որ մենք դրա մասին մի անգամ ես ասել եմ, տեսեք,
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը անմիջապես սինխրոնիզացված է, ուրեմն կապված է Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգը։ Եղել է այդ 1-2 անգամ, որ այնտեղ նույնիսկ այդ պատանումներից մեր հանրապետության կեսից ավելը շարքից դուրս է եկել, կանգնել է։ Հիմա ասված մի արասի իհարկե որ ինչ դեպքեր զարգանան, թեկուզ 2 օր, 3 օր, սա մեծ շատ պրոբլեմային առնելու Հայաստանի համար, որ ամբողջապես համակարգը դուրս գա, մենք սրան պետք է պատրաստ լինենք, եւ երկրորդը Տրամպի քաղաքականության մասով համաձայն եմ, որ տեսեք, Տրամպը այն ինչ որ կատարում է, իր ընտրվելու երևի 1-2 առաջի տարիների ընթացքում է անում, այսինքն որ մեծ լեգիտիմության պաշար ունի, թե ինչ կլինի նաեւ եւ Եվրոպաներում եւ Ամերիկայում եւ այլն, երբ որ դուրս եկավ արաբական աշխարհը ընդվզեց այդ ինչքան երկարի, ինչքան զոհերը շատ լինեն, այնքան ավելի ընդվզումը մեծ առնելու։ Այսինքն ինչքան երկարի համաձայն եմ, որ դա Ամերիկայի համար ուրեմն կլինի մեղմ ասած ոչ պոզիտիվ գործոն, այսպես։ Վաղ Ազարյան, մենք քննարկեցինք տարածաշրջանային եւ բուն Իրանի հետ կապված, հա, այս հարցերը։ Հիմա վերադառնանք Հայաստան եւ վերադառնանք այսպես կոչված այդ իրավիճակի, երբ տարբեր համացանցը նայում ենք, արդեն դա խոսույթ է դարել, որ Իրանի վրա հարձակվել են, Հայաստանի վարչապետը պերաշկի է ուտում։ Ասենք այս լոգիկայի մեջ, օրինակ, ինչ եք դուք տեսել այդ պերաշկին ինքը ինչ որ մեսիջեր, թե ծոզոտ պատահականություններ, թե դա օրինակ ինչ որ մի բաներ մարդկանց հանգստացնելու համար, որ Հայաստանին այն կարգի վտանգ չի սպառնում, որ երկրի ղեկավարը կարող հանգիստ պերաշկի ուտի կամ կոկորոզ ուտի։ Հիմա սա ինչ է նշանակում։ Մեկ, երկրորդը այն մարդիկ ընդդիմության մեջ, ովքեր որ մեղադրում են, ասում են, այտես կռիվը սկսեց, ինքը պերաշկի էր ուտում։ Հիմա մի ուրիշ տեսանկյունից էլ նայում են, ասում են, բա ինչ աներ, պաշտպաներ Իրանին պրոբլեմ էր, պաշտպաներ ԱՄՆ-ին պրոբլեմ էր, այսինքն Հայաստանը երևի թե իրոք պետք է ինչ որ նեյտրալ դիրք գրավեր այս ամեն ինչի մեջ։ Հիմա այ ավելի լուրջ է թե նայենք այս հարցերին, ո՞նց է կարծում արտաքին քաղաքականության առումով, դիվանագիտության առումով մենք մեզ ոնց պետքա պահենք եւ ոնց չենք պահել։ Ես կարծում եմ, որ այստեղ բայց օբյեկտիվ էլի պերաշկին չի տես բանը, դե հիմա անկենիկ մարդ է, ինչ էլ 10 հիմա նա կուտի, այդ չի դրա վիճակը, բայց դա նաև զվարճանքների մեջ է։ Ասենք պատկերացնեք դա Վրաստանում գնացել է մեկ օրյա այցի, թմբուկ է նվագում, ուրախ ժամանց, այն դեպքում երբ որ հարևան երկրում 40 օրը սուկ է հայտարարված։ Երկրի ղեկավարը ասեք, սա հասկանում եք ինչ վերա, պատկերացրեք նույն բանը մեր իրականության մեջ էլ, այսինքն մեր երկրում պատերազմական իրավիճակ լինի, երկրի ղեկավարությունը սպանված լինի, քաղաքները ռմբակոծվեն, հարևան երկրի մի ղեկավար զվարճանքների մեջ լինի։ Դա դրա խորտը, սա նաև ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում է իր մեջ։ Տեսեք օրինակ այսօր մենք տեղեկություն ստացանք, որ Նախիջևանի վրա իրանական անօթաչու է հանքե, չէ՞, դե իհարկե դեռ ոչ մեկ չի ասել, որ դա դիտավորյալ, ասենք, հարձակում է եւ բայց մեկ օր առաջ Իլհամ Ալիևը անձամբ էր այցելել Բաքվում Իրանի դեսպանատուն եւ գրառում էր կատարել ցավակցության։ Ստեր նույնիսկ չէին ուզում ցավակցել, մինչեւ անվտանգության խորհրդին ինչ չարեցին, չքննարկեցին, ցավակցեն, թե չցավակցեն։ Իսկ ցավակցությունը դառնապես դիվանագիտական հարաբերություններում, չեմ ասում, է երկրի ղեկավար, նույնիսկ տարերային աղետների, տեխնիկական աղետների, երբ որ որոշակի մեծ ողբերգություն այդ երկրի արձագանքը դրա սքոյ է, ամիջապես է լինում բարեկամ երկրների արձագանքը նման իրավիճակներում։ Ու տեսեք, ինչն էր էլի, նաև խորհրդանշական է, որ հարաբերություններ է ցույց տալի։ Փաստորեն ստացվեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրանի պաշտպանության նախարարի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վերջի պաշտոնական հյուրն է եղել։ Որտեղ նրա հանդիպումից 2 օր հետո այդ մարդիկ սպանվել են։ Նրան պաշտոնական ընդունելության են արժանացրել։ Իսկ հետաքրքիր է, Սուրեն Պապիկյանը ինչի էր գնացել։ Պաշտոնական հաղորդագրություններով ասում է պաշտպանության ոլորտում համագործակցության համար։ Բայց դու պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր եք քննարկել, պաշտպանությունը երկրի պատերազմին անվտանգության է։ Հիմա դե պատերազմը դուք ո՞նց եք համագործակցում նրանց հետ։ Բայց պետք է մենք որ համագործակցենք։ Բա չէ, եթե պետք չէր գնացել։ Ես չգիտեմ։ Հենց այդ է հարցել, այսինքն հիմա ասում են, բա ինչ անի, չէ՞ մեր երկրի ղեկավարությունը, ո՞նց ինչ պիտի անի։ Ադրբեջանում օրինակ զինված ուժերը բերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի, որովհետև անկանխատեսել է ինչ քաղաքական զարգացումներ, ինչ ռազմական զարգացումներ կլինեն, բայց նույնը մեզ էլ է չէ վերաբերվում։
Երկիրը պիտի ղեկավարվի, այսինքն ամեն ղեկավար իր տեղում պիտի նստած լինի։ Վարչապետին ազգային ժողովում հարցում են, ասում են դու ավտոբուսով խրախճանքների մեջ ես բան, ասում են դե 2 ժամ էլ այստեղ ազգային ժողովում ենք նստած։ Այսինքն նրա գիտակցության մեջ պետական գործիք է, չէ՞։ Ազգային ժողովում իր ֆունկցիան կատարել, այսինքն ազգային ժողովին ինչի է գնացել, որպեսզի հաշվետվություն ներկայացնի խորհրդարանական երկիրը։ Իր պաշտոնական պարտականության կատարումը համեմատում է զվարճանքի ինչ-որ քաղաքական ավտոբուսով շրջակ, այսինքն մեկը հա դու ազգային ժողովում պարտականություններդ ես կատարում, թե անհասկանալի զվարճանքների մեջ ես կուսակցականների հետ։ Գիտակցությունը, անլրջության չափն է դա ցույց տալի։ Եվ նայեք մենք ինչ շատ վտանգավոր իրավիճակ ունենք։ Տեսեք դուք ասում եք Ամերիկայի բանը ցավակցեն, չէ՞, ինչի են վախենում են ցավակցեն, որովհետև ինչի են վախենում, դու ամերիկացիներն են սպանել, չէ՞։ Դրա համար չեն ցավակցում։ Բայց արկածախնդրությունը քաղաքականության հենց դրանում է, որ դու իրանք մինչև այդ այնպիսի քայլեր են արդեն արել, որ դժվար իրավիճակներում իսկի չեն կողմնորոշում, իրանք ինչ դիրք բռնեն, ինչ անեն, սա անորոշության հենց իրական դրսևորումն է, եթե պետության քաղաքականությունը շատ որոշակի լիներ, դες բան չէր կարող լինել։ Տեսեք, միացյալ Իրանի դեմ պատերազմը մի երկիր, որը խոստացել է, որ իբր մեր երկրում պիտի խաղաղություն հաստատի։ Բարձրացնում մեր երկրում խաղաղության նոտարը մեր տարածաշրջանում պատերազմի հերձիկն է։ Մեր հարևանի։ Ընդ որում մեր հարևանի եւ բարեկամի նկատմամբ։ Հիմա ասենք պատկերացնում եք այդ թրիփը իրականություն եղած, այսինքն շուտ պայմանավորված լինեին։ Նշանակում է թրիփի հետ միասին այնտեղ արդեն ամերիկյան ռազմաբազա պիտի լիներ, չէ՞, որովհետեւ այդ հատուկ կազմակերպությունը, որ գերացա, այդ պիտի աներ։ Նշանակում է այսօր դա պիտի խոցվեր։ Գոնե 74%։ Հա, հələ լավ է մի ճուշացրել են դա փաստորեն։ Այդ կանտ պարոն Սուրյանցի ուզում այդ հարցը տայ, բայց մեկը էլի կտամ հեսա։ Ասածը սենց են, որ իրանց քաղաքականությունը, այդ արկածախնդրությունը այս նման հետևանքների է բերում։ Ես շատ մեծ անհանգստություն ունեմ, անկեղծ ասած, որ Ադրբեջանի համար, քանի որ թրիփետի պայմանական անվանումը, դա Ադրբեջանի Նախիջևանին կապելու ծրագիրն է ցամաքային կապով։ Եթե նա այս զարգացումների մեջ վտանգ տեսավ դրա իրականացման իմաստով, իրանք կարող է ռազմական գործողությունով այդ խնդիրը լուծեն, եւ ես չեմ բացառում այս լարվածության մեջ Ադրբեջանի ռազմական այո, դա մեծ ռիսկեր է պարունակում, որ իրանք կարող գնան ռազմական գործողության եւ վայոց դուրսյունիկ ուղղակի վերցնեն ռազմական վերահսկողության ճանապարհը։ Պարոն Սուրյանց, նախ առաջի հարցը հետեւյալն է, մենք խոսեցինք տնտեսական, քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական հարցերից, բայց օրինակ sense մի հետաքրքիր բան ասեմ։ Տեղեկատվական պատերազմում ձեր կարծիքով ԱՄՆ-ն է ավելի շատ հաղթում այսօր, թե Իրանը։ Ոնց է այդ բանը, հա, ձեր դիտարկումը, էլի, ասենք տեղեկատվական դաշտում, որտեղ մենք գիտենք, որ 21-րդ դարում պատերազմների հիմնական մի բաղկացուցիչ մաս նաև տեղեկատվական պատերազմն է, ոնց որ պարոն Նահապետյանը ասեց, կարող է ճակատամարտներում պարտվել, բայց պատերազմում հաղթել, նույնն էլ կարող է ռազմական ճանապարհով հաղթել, բայց տեղեկատվականով ահավոր պարտվել։ Հիմա սա ոնց է, դա մեկ եւ երկրորդը հենց թրիփի հետ կապված է ուզում հարցնել ձեզ, պարոն Ղազարյանը անդրադարձավ։ Եթե օրինակ ոնց է կարծում, եթե օբյեկտիվ լինենք, թրիփը եթե հիմա աշխատեր եւ այնտեղ այո, լինեին օրինակ ամերիկյան ներկայություն լիներ։ Հիմա քանի տոկոսով էր այդ հավանականությունը ռեալ, որ կարող էր դա խոցվել, եթե այն դեպքում օրինակ մենք ունենք նույն Ինջերլիկի օրինակը, երբ ՆԱՏՕ-ի բազաները այնտեղ են, հա, Թուրքիայում, բայց դեռևս մի փամփուշտ այնտեղ չի կրակվել։ Կարծում եք կար հավանականություն ամեն դեպքում որ խնդիրներ կառաջանար, թե ոնց որ եւ Թուրքիայի ռազմաբազաները Իրանը նաեւ թրիփի հետ կապված չէր խառնել։ Շատ ներողություն մի փոքրիկ շատ բայց ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ինքը չի մասնակցում Իրանի դեմ։ Այսինքն եթե ամերիկյանն է, ՆԱՏՕ-ն մինչև հայտարարել է, այնտեղ այնքան խառնաշփոթ էր, որ մարդ չգիտեր ինչ կկատարվի։ Հիմա վերցնենք, որ հենց այդ հայտարարություն չէր եղել եւ այլն ու թրիփը կար։ Հավանականությունը ինչքանով էր մեծ եւ հիմա ոնց եք տեսնում։ Կարծեմ ձեր հարցի պատասխանը տվել է ինչ-որ կոնկրետ պաշտոնի, ընդ որում խաղաղ իրավիճակում, ոչ թե ռազմական գործողությունների վելայեթի մասին է խոսքը։ Հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը, որը ասել է, որ թրիփը գործելու պարագայում դառնալու է ամերիկյան զինվորների համար գերեզման։ Այդ հայտարարությունը որևէ մեկը չի չեղարկել։ Դա հնչել է, եթե չեմ սխալվում, օգոստոս ամսին անցած տարվա, երբ չկային ռազմական գործողությունները եւ այլն։ Իսկ համարձակվեմ մեկ այլ պնդում անել։
Նիկոլ Փաշինյանը մոտ է զրկվելուց իր գլխավոր հաղթաթղթից տրիպից։ Իրադարձությունները ինչպիսի հանգուցալուծում էլ ունենան, տրիպը կորցնում այլ ակտուալությունը։ Ենթադրենք հաղթեցին Միացյալ Նահանգները եւ այլն։ Այդ դեպքում ամբողջ Իրանի տարածքը տրիպ է դառնում։ Այսինքն այդ 42 կիլոմետրի ստրատեգիական արժեք Հայաստանի կորմա։ Պարտվելու պարագայում կոալիցիայի էլի կորմա, որտեղ թիրախավորվելու է Միացյալ Նահանգները չել հանդգնի։ Իսկն էսկալացիան բերելու է այդ հետևանքի։ Բա 99 տարի անկախություն չենք ունենալու։ Փաստորեն, եթե դրա վրա է կառուցված, բնականաբար ոչ։ Ուրեմն հիմա ամբողջ խնդիրն է, որ ըստեղ ներկաներիցս որևէ մեկը պետական կաշկանդվածություն չունի, այո, պետությունը պարտավոր է զուսպ պահել իրեն, բայց զուսպը ջրիկությունը չի էլի, զուսպ եւ հնարավորինս այնպիսի ձևակերպումներից զերծ, որը կարող է մեզ հակամարտության կողմ դարձնել, բայց մենք այդ կաշկանդվածությունը չունենք այստեղ այս լսանում գտնվողներս, ամենատաբար ազատ ենք, այնինչ կատարվել է, դա բացահայտ ագրեսիա է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ընդ որում Միացյալ Նահանգները խարխլված արդեն միջազգային հարաբերությունները մի նշաձողել իջեցրեց վերջի 2 ամսում։ Վերջի 2 ամսում նրանք մի դեպքում առևանգել են ինքնիշխան երկրի նախագահի, մեկին սպանել են։ Կուբան էլ էներգետիկ շրջափակում։ Բայց հետաքրքիր է, որ Ռուսաստանն ասում է գերայմուշ հետ բանակցի։ Եթե այդ հարցը լուծման ձևն է այդտենց է, չի պիտի բանակցի։ Սա մեկ, սա անշուշտ նախադեպ է դառնալու, համաձայն եմ։ Սա նախադեպ է Եվ ոչ դառնալու, միայն Ռուսաստանի որտեղ այնուամենայնիվ միակ գերտերությունը Միացյալ Նահանգները չի, թե համաձայն է պարոն Մերկոմյանը։ Կարճաժամկետում ասեցի։ Կարճաժամկետում ինքը իրան այդպես է բամ, դա իներցիայի ուժն է երկը։ Հիմա Նեթանյահուի մասին ոչինչ չունեմ ասելու, որտեղ առանձնապես ձեր հաղորդման թանկ րոպեները չեմ ուզում նացիստական ձեռագիր ունեցող այդ անձնավորությանը նվիրելով։ Ցեղասպանության իր շարքը Գազայի հատվածից է սկսվել եւ այս պատերազմն էլ ինքը անում է, որպեսզի անկաշկանդ Գազայում ցեղասպանություն իրականացնի, Պաղեստինի պետության հեռանկարը չեզոքացնի, որտեղ ակնհայտորեն դա առանց Իրանի ոչնչացնելու հնարավոր չի անել։ Սա իսրայելական մի հայտնի ծրագրի իրականացում է 96 թվականից գործում է, դա եթե սխալվում եմ պարոն Հապետյանը կարող է ուղի 7 պատերազմների, այսինքն Մերձավոր Արևելքի 7 երկիր պիտի վերանան, Մասնատեն բաժան, այո, ընդ որում այդ շարքում, որպեսզի Եգիպտոսի եւ Եփրատի եւ Նեղոսի միջակայքում ստեղծվի մեծ Իսրայելը։ Սա այդ կոնցեպտի տրամաբանության մեջ տեղավորվող բան է։ Բայց երեք նկատառում ինձ թույլ կտամ կհայտնել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո չկա նախադեպ, որ միայն ռազմաօդային հարվածներով հնարավոր լինի իշխանություն կամ քաղաքականություն փոխել, ուղղակի չկա։ Դա պետք է անպայման զուգակցվի այլ գործողություն։ Հիմա Պենտագոնի Վարշավի սպայական կազմը դատելով ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականների հրապարակումներից շատ անթաքույց տագնապով են հետևում Թրամփի գործողություններին, որոնք չունեն ստրատեգիական հաշվարկ իրենց հիմքում։ Եթե հիշում եք, նույնիսկ մի լուսանկար տարածվեց Հեքսեթի եւ Թրամփի լարված զրույցի, Հեքսեթը Պենտագոնի ղեկավարն է կամ պատերազմի կուսակցության։ Երկրորդը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հաշվարկն այն էր, որ գլխատելով համակարգը, պետությունը իրենք կարող են խթանել հասարակական կամ անջատողական տրամադրությունները Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիմա այստեղ մի ակնհայտ բան կա, որ իրենք հաշվի չեն առել։ Նախ Իրանի պարագայում, որի համակարգը ինստիտուցիոնալ հիմքեր ունի, շատ խորը հազարամյակներով, այդ կարևոր չի, որ Իսլամական Հանրապետությունը մի քանի տասնամյակ կյանք ունի։ Իրանք պետականության ավանդույթները հազարամյակների խորքից է գալիս։ Նույնիսկ հոգևոր առաջնորդի սպանությունը համակարգի գլխատում չի։ Իրենք դի 12-օրյա պատերազմից 10 քաղաք լինեին։ Երբ որ սպանում էին կոնկրետ պաշտոնյաների, շատ արագ փոխարինվում էր։ Եվ
հոգևոր առաջնորդը համակարգի սիմվոլն է, բայց ուժերի հարաբերակցությանը կարծում եմ իրենք լավ չեն տիրապետել համակարգի ներսում ողջ։ Օրինակ շատ արագ դիմադրության սիմվոլ հայտնվեց Լարիջանի դեմքով։ Անվտանգության խորհրդի քարտուղարի, հա, որը դարձել է փաստացի ղեկավար այս բային Իրանի Իսլամական Հանրապետության վերջի շրջանի նրա այցելությունները դիտարկեք։ Չինաստան, Ռուսաստան, Պուտինի հետ հանդիպում։ եւ այլն, չէ, որ կանխատեսում էին, չէ, ինչ-որ սցենար բնականաբար։ Հետևաբար ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ անջրպետը, որը իրոք կար հասարակություն օբյեկտիվ սուբյեկտիվ դժգոհություններ համակարգից ունի Իրանում, դա կա։ Ինչպես ցանկացած երկրում։ Բայց այդ անջրպետը փոքրացրել է արտաքին ագրեսիայի հետևանքով, առնվազն փոքրացել է, որովհետև ոչ մի բողոքական կամ դիմական շերտ հասարակության չի ուզում կոլաբորանտի պիտակ իր վրա կպցնել, հա։ Երրորդը, որ շատ կարևոր է, արդեն շիականությունից է բխում, հոգևոր առաջնորդի նահատակության այս ձևը հանրային կոնսոլիդացիայի աղբյուր է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունում, այլ օրինակ շիական թվականակով երկրորդ բնակչություն ունեցող Պակիստանում, Իրաքում եւ այլն։ Նաև որ Ռամադանի օրն է, չէ՞, ժամանակահատվածում է։ Եվ վերջապես արդյոք Միացյալ Նահանգներին կհաջողվի Իրանի վերնախավում գտնել մի մարդու, որի միջոցով լոյալ ռեժիմ կարող են ձևավորել։ Խիստ կասկածում եմ, որտեղ դուք խոսեցիք Իրանը ինչքան կդիմանա։ Իսկ մի մոռացեք Միացյալ Նահանգները պատերազմը որտեղ են վարում, հազարավոր կիլոմետրեր իրենց թիկունքից հեռու։ Իսկ լոգիստիկ առումով դուք վստահ եք, որ Միացյալ Նահանգները կարող է սպառազինության խնդիրը լուծել։ Ես այնքան էլ վստահ չեմ անկեղծ ասած։ Իսկ տեղեկատվական պատերազմի մասով։ Հա, հիմա գալիս եմ դրան։ Եվ երրորդը անտեսված էր, այդ ձեր հարցի մեջ է մտնում Իրանի ասիմետրիկ պատասխան տալու պոտենցիալը։ Եվ Թել Ավիվում եւ Վաշինգտոնում դա թերագնահատել էին։ Տեղեկատվական պատերազմի առումով էլ էին անտեսել։ Չմոռանանք, որ տեղեկատվական դաշտում Իրանի Իսլամական Հանրապետությունը բավականին ազդեցիկ գործիքներ ունի։ Եվ չմոռանանք նաև, որ կան երկրներ, որոնք մեղմ ասած դեմ չեն լինի իրանական նարատիվների տարածմանը, օրինակ Ռուսաստան, Չինաստան եւ այլն։ Ու տիրապետում են, չէ՞, բավականին ակտիվ տեղեկատվական զինանոցի։ Եվ այս պատերազմը մի բանաձև ունի, քաղաքագիտության մեջ շատ հայտնի բանաձև է, հիմա կասեմ իմ գործընկերները կհաստատեն։ Սա մի պատերազմ է, որտեղ Իրանի հաղթանակը Իրանը հաղթում է այն պարագայում, եթե չի պարտվում, Միացյալ Նահանգները պարտվում են այն պարագայում, եթե չեն հաղթում։ Բանաձևը շատ հստակ է այս պատերազմում։ Հետևաբար եւ վերջում մի դրվագ ուղակի, ես խորապես համոզված եմ, պարոն Հապետյանի խոսքի մեջ էլ կար այդ ակնարկը, խորապես համոզված եմ, որ այսօրվա միջադեպով փորձել են սադրանքով Ադրբեջանին ներկայացնել պատերազմի մեջ, որովհետեւ Իրանի շահերից հաստատ չէր բխում Նախիջևանի թիրախավորելը, ոչ մի պատճառ չուներ, մի խոսքով լուրջ պատճառի մասին է խոսքը եւ արդեն փոխնախարարը իրենց այդ մասին հայտարարություն է արել մեր եթերից րոպեներ առաջ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարարը նույն կերպ երեք փորձեցին Թուրքիային ներկայացնել։ Տեղեկատվություն, այո։ Այսինքն որովհետեւ Ինչ որ երրորդ Պարսից ծոցի երկրներից հասցվող հարվածները լոգիստիկ առումով Իրանի խորքերը չեն հասնում, իրանք փորձում են ավելի մոտ տարածքից ներգրավում ապահովել, որպեսզի ավելի մոտ տարածքից հարվածեն։ Իսկ դա կամ Թուրքիանա կամ Իհարկե, բնականաբար, բայց ես խորապես վստահ եմ, որ չնայած Ադրբեջանի ՊՆ-ի խրոխտ հայտարարությանը, դիվանագիտական խողովակներով շատ արագ այսօրվա ընթացքում այդ բանը կհարթվի, որովհետև դեսպանեն արդյոք հա, բայց կհարթեն ինձ թվում է, բանը չի հասնի լուրջ էսկալացիայի, որովհետև ինչքան էլ մեր ճշտամական երկրի մասին է խոսքը, Ալիևի համար այս պատերազմը միջոց է իր սուբյեկտությունը ցույց տալու համար։ Նա մի կողմից Իսրայելի դաշնակիցն է, բայց մյուս կողմից անկախ վարկագիր դրսևորելու շատ 10-15 րոպե հետո ցավակցում է, բանը հոգևոր առաջնորդի մահերը, ինքը գնում է դեսպանատան ցավակցում է։ Միացյալ Նահանգների շատ ավելի կարևոր գործընկերն է, քան Հայաստանը, բայց
Միանգամից ցավակցում նա ուզում է ցույց տա, որ ինքը ինքնաբավ արտաքին քաղաքականություն վարող մարդայև չի ներքաշվելու հակամարտության որևէ կողմի դիրքավորմամբ։ Եղավ, շնորհակալ եմ։ Պարոն Մելքումյան, ուրեմն Իրանի տարածքը միշտ եղել է գրավիչ արևմտյան, հա, այսպես ասած, կայսրությունների, պետությունների համար, ասենք Ալեքսանդր Մակեդոնացիից սկսած, հա, ձգտել են դեպի Ասիա տանող ճանապարհը, այսինքն դեպի ռեսուրսները, առաջին հերթին գրավեն հենց Պարթևստանը, հետո Իրանի տարածքը, որպեսզի տիրապետեն դեպի Հնդկաստան, Չինաստան տանող այդ կարևոր լոգիստիկ ճանապարհին եւ ռեսուրսներին։ Հետո իհարկե հռոմեական կայսրությունը, հետո Բրիտանիան եւ այլ, հիմա ինչ է Իրանից ներկայացնում Իրանը տնտեսապես, որ ամբողջ աշխարհը մի ձև է նայում, բայց գիտակից մարդիկ, տեղեկացված մարդիկ մի ուրիշ ձև են նայում, այսինքն հասկանում են, թե դա ինչ ռեսուրսների մասին է խոսքը, ոչ միայն որ միջուկային բան է ստեղծում, հարստացնում եւ այլն, այլ մեր հետևորդները, մեր դիտողները շատերը կարող չիմանան։ Ես կուզենայի, որ դուք մի հատ բացեիք այդ բանը, էլի, ինչ է Իրանից ներկայացնում Իրանի տնտեսությունը։ Շատ բարի։ Ուրեմն նախ միջև դրան անցնելը ասեմ, որ պարոն Սուրենյանցի կատարած բազմաթիվ հարցադրումների կիսում եմ տեղիներ։ Ինչ վերաբերում է Իրանի տարածք ասեցիք, բայց միջև հիմա ժողովրդի թվականակն ենք ասում 92 միլիոն 1.1 միլիոն քառակուսի կիլոմետր։ Ուրեմն Յակուտյանն էլ է 1.1 միլիոն, բայց Յակուտիայում ապրում 800,000 մարդ։ Այստեղ 1.1 միլիոնի տարածքում ապրում է 92 միլիոն։ Հիմա հասկանում եք դա ինչ է։ 1 ռեսուրսների, չասեմ Մենձելեևի աղյուսակի, բայց հիմա նավթ, գազ, տարբեր մետաղական հանքանյութեր պարունակող տարբեր ռեսուրսներ, սա երկրորդը, երրորդը չափելի առումով, որ երկար տարիների արգելամիջոցները, պատժամիջոցները Իրանի նկատմամբ կարողացան մոբիլիզացնեն Իրանի հասարակությունը եւ ուրեմն գիտական ներուժը, որ Իրանը լավ աշխարհը լավ չի ճանաչում, որ որոշակի միջինից բարձր տեխնոլոգիական մակարդակ է ապահովել, տեխնոլոգիական, ընդ որում ուրեմն ավելի ստորգետնյա 60 մետր, 80 մետր նախորդ 12 օրյա պատերազմը, որ ասեցին հիմնականում ուրեմն թիրախները խոցել են, դա գնում էր միջև 60 մետր, իսկ նա հիմնական մասը 80 մետրից ներքև էր ատոմային այդ ուրանի հարստացման եւ այդ ամբողջ համալիրները, ցենտրիֆուգները եւ ամեն ինչը եւ խաղաղ ատոմ, ուրանի հարստացում եւ այլ, հիմա պետք է արգելի է, հիմա ասում եմ ես իմ խաղի կանեմ, հիմա այս տնտեսական ռեսուրսային պոտենցիալի հետ, այս ամեն ինչը Իրան թույլ է տալի Իրանի ղեկավարությանը ասելու, որ ինքը ունակ է ինքնուրույն խաղի կանոններ իրականացնի։ Այն երկրները, որոնք որ, այսպես ասած, աշխարհի ուժային հիմնական կենտրոնի, ուրեմն տիրույթում ասում են մենք խաղի կանոնները ընդունում ենք, այս մեկը ասում է չէ, ես պետք է ինքնուրույն զարգանամ։ Օրինակ եթե վերցնենք Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, չէ՞, բայց նա ժամանակին է այդ միջուկային զենքը ձեռք բերել ու արդեն վերջ։ Հենց ձեռք բերեց իր մարտակառուցիչները։ Ինքը արդեն վերջ, դու արդեն կարմիր գիծ։ Հիմա Իրանին չեն ուզում թույլ տան ամեն կերպ, որտեղ ինքը նաև ռեսուրսային թելադրող կարող է, ասենք Իրանը կարող է իր ինքնուրույն նավթի, գազի եւ այլ եւ լոգիստիկ իր համակարգերով աշխարհում բան փոխի, գնագոյացման մեջ, խոշորների եկամուտների մեջ։ Սա լուրջ հարված է այդ եկամուտներին, այդ ամեն ինչին, եւ դրա համար եթե մենք վերցնենք նայենք չափելի եմ ուզում ասեմ, որովհետեւ այս սեգմենտը շատ կարեւոր է։ Օրինակ եթե մենք աշխարհը ասում ենք, օրինակ մեր երկրում ասում են, այսքան աճել է համախառն ներքին արդյունքը 17 թվի համար։ Ամբողջ աշխարհում էլ աճել է։ 17 թվին աշխարհի համախառն ներքին արդյունքը 75 տրիլիոն է, հիմա 117 տրիլիոն է։ Տենց է գնում է աշխարհում աճելու։ Հիմա Իրանը վերցնենք, տարածաշրջան նայենք, տեսնենք Հայաստան իր չափով ինչ է, շրջապատի երկրները ինչ են։ Այսօր Իրանի համախառն ներքին արդյունքը 400 միլիարդ է։ Թուրքիայինը 1.5 տրիլիոն է։ Ադրբեջանը արդեն մոտիկանում է 90 տրիլիոնի։ Վրաստանը 40 տրիլիոն, հա, 90 տրիլիոն չի, միլիարդի։ Եվ Հայաստանը, ասենք 28-29 միլիարդ է, չէ՞։ Բոլորն էլ աճել են։ Տես չի որ մեկը վերցնում է դրոշակ ասում է ես աճել եմ, ես ինչի բան։ Հիմա Իրանի մասով, տեսեք, ես ուզում եմ Հայաստանի հետ կապեմ, ինքնուրույն խաղի կանոն, էներգետիկ համակարգ, Իրանը ամենաշատ Հայաստանի հետ ինտեգրված է երկու բանով, մեկը լոգիստիկ, ասինքն հաղորդակցության այդ ճանապարհը, երկրորդ ճանապարհը, որտեղ ինչ գիտես թե հյուսիսում ամեն անգամ ինչ ասում, եւ երկրորդը էներգետիկ համակարգը։
Գազ, էլեկտրաէներգիա, բա որ այդ գազը չլինի, ասենք Իրան, Հայաստան գազամուղի խփեն։ Դա էլ է, չէ՞, ստրատեգիան Իրան, Հայաստան գազամուղ։ Խփում է եւ մենք այդ 400-500 միլիոն քվadrat մետր գազը չենք ստանում։ Ինչ տեղի կունենա այդ ժամանակ։ Շատ վատ բան տեղի կունենա։ Մենք մեր էներգետիկ բալանսը դիսբալանսի կգա։ Չէ, հոսանքը կլինի տենց չի որ բան, բայց բավականին բացասական ազդեցություն կունենա, հա։ Օրինակ այսօր ես պնդում եմ, ձեր եթերում էլ ասեմ, էլ եմ ասել, որ այսօր գազի գինը Հայաստանում կարելի է 10%-ով իջացնել, որ ասեն ոնց։ Նենց որ մենք արդեն գազի, ուրեմն գինը հաշվարկած է $1 470 դրամով, այսօր 370 դրամ է։ Արդեն 45-47 միլիարդ դրամ խնայողություն մենք ունենք։ Վերիչացրու 10%-ով գազի գինը, օրինակ եմ ասում։ Այս առումով ես պետք է ասեմ, որ հիմնականում Իրանը ինքնուրույն խաղի կանոններ իրականացնելու, վարելու իր ինքնուրույնության մեջ է, բայց Իրանը ինքնա մոբիլիզացված է, տարիներ շարունակ, գիտեք, որ Իրանի բանկային համակարգը անջատված է SWIFT-ից, այսինքն միջազգային բանկային համակարգի։ Հիմա այստեղի մեր Հայաստանում գտնում Մելատ բանկը չի կարա փոխանցում անի դեպի չնայած Մարսկական բանկը փոխանցում չի կարա անի դեպի Իրանի որևէ բանկ, որտեղ SWIFT-ից անջատված է։ Անունն է Մելատ, բայց այստեղ գործող ռեզիդենտ բանկը ըստեյության։ Հա, այսինքն այդ շրջափակման մեջ ֆինանսաբանկային, ուրեմն եւ այլ կոնտուրներով, ուրեմն ուրվագծերով ինքը մոբիլիզացվել է մի ինչ-որ մակարդակի։ Այո, եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները վտանգ են տեսել այդ ինքնուրույն եւս մի քանի տարի եւ նա կարող մի հատ այնպեսի մի բարձունքի հասնել, որ արդեն անվերադարձել է, անշրջելի է ալում կարմիր։ Դրա համար է այս ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ ստեղ երբեք մի ասա երբեք ամենացավալին են կլինի, որ այդ որ փորձերը արեցին Նախիջևան, Թուրքիա, իսկ ով ասել որ մի փորձով պետք է սահմանափակվեն։ Կարող է երկրորդ փորձը լինի, երրորդ փորձը լինի, ստեղ լինի, այնտեղ լինի, երրորդ, չորրորդ երկրներից անկախ հատուկ ծառայությունների ամբողջ այդ բանում, ու մեկ էլ հոպ անկախ մեզանից Երբ պատահականության վրա Այո, հայտնվենք X վիճակում։ Հաշվի առեք, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի միակ ատոմակայանն է։ Ես բան չեմ ասում, այդ բոլորին է տարածաշրջանը վնասնելու, բայց ես չգիտեմ, թե որ կետից ով ինչ կանի։ Պարոն Ապետյան, Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ անմիջական մասնակցություն չի ունենալու այս պատերազմին եւ կարծես թե շատ դեպքերում Մեծ Բրիտանիան միշտ Միացյալ Նահանգների հետ էր լինում այդ ռմբակոծությունների կամ ռազմական օպերացիաների ուսում, այս անգամ Մեծ Բրիտանիան ցեք աչակ հաշված։ Ինչով է դա պայմանավորված եւ երկրորդը ինչ սպասելիքներ կար Ռուսաստանից, որը չարթարացավ կամ տենց էր պետք կամ օրինակ շատերը ասում են որ Ռուսաստանը կօգնի, այսօր օրինակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրանական կողմը պաշտոնական որևէ օգնություն չի խնդրել Ռուսաստանից եւ չկա նման խոսակցություն, նման էլ նման քննարկում չկա, բայց արդյոք դա իրականում այդպես է, թե մենք ունենք ինչ-որ հետին բաներ, որ ասենք չի երևում, բայց Ռուսաստանը ամեն դեպքում ինչ-որ աջակցություն կարող է ցուցաբերել, թե իրոք Ռուսաստանը ձեռները լվացել է այս կոնֆլիկտից։ Նախ Բրիտանիայի հետ կապված Ստարմերը կեցվածք է դրսևորել, որ իրենց բազաները չի տրամադրում սկզբից, քանի որ Իրանի դեմ գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն սկսել, ՆԱՏՕ-ն չի սկսել եւ չկա որոշում։ Հետո Շոլցը երեք հյուր գնաց Տրամպին, այո, եւ Տրամպը եւ Շոլցին տեղը նստացրեց եւ Ստարմերն էլ ասեց Չերչիլ չի լինի։ Որոշում փոխվեց Բրիտանիայում։ Այսինքն բրիտանական ռազմական Մերցը, հա։ Եվ Բրիտանիան փոխեց իր որոշումը։ Այսինքն բրիտանական բազաները այլևս տրամադրվելու են Միացյալ Նահանգների նման գործողություններին։ Ավելին Տրամպի ցինիզմը հասավ այնտեղ, որ Իսպանիայի վարչապետի կոշտ կեցվածքից հետո ասաց, եթե մեզ պետք լինի այդ մեր բազաները, որոնք Իսպանիայի տարածքում են, մենք կգանք ու կօգտագործենք եւ որից մեկի կարծիքն էլ չենք հարցնի։ Բայց եթե Տրամպը իր կոնգրեսի կարծիքը չի հարցնում, գործողություն սկսի թե չէ, Մակամտանքության խորհրդի կարծիքը չի հարցնում, սկսի թե չէ, բայց Իսպանիայի վարչապետի կարծիքը պետք է հարցնի։ Հասկանալի է, չէ՞, այսինքն հիմա այսպես ասած ոչ միայն միջազգային իրավունք չի գործում, այլև ԱՄՆ-ում օրենքները չեն գործում։ Միաբևեր, վերջ։ ԱՄՆ-ում օրենք չի գործում, այսինքն ավտորիտարիզմ է։ Կոնգրեսի որոշում կլինի, բայց այդ որոշումը չկա եւ
ԱՄՆ նախագահը որոշումներ է կայացնում։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, Ռուսաստանը։ Ռուսաստանը, գիտեք, ես առաքական, հա գնահատենք, ամսի 28-ից արդեն 6-րդ օրն է, չէ, 7-րդ օրն է գործողությունները։ Իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռներ երբևիցե լսել եք, որ գործողություն անի Իրանի երկնքում։ Հերվից են բաց թողում հրթիռները։ Չեն մտնում տարածք, օդային տարածք չեն մտնում։ Մի դեպ ասեմ ձեզ, զուգահեռ եմ 12 օրվա ռազմական գործողության ժամանակ առաջին օրը 200 ինքնաթիռ են գրոհին մասնակցել միաժամանակ։ Առաջին էսկադրիլյան փորձ արել մտնել օդային տարածք, ընդ որում Ադրբեջանի կողմից, առաջին էսկադրիլյայի բոլոր ինքնաթիռները խփվել են եւ մյուս ինքնաթիռները իրենց հրթիռները այլևս օդային տարածք չմտնելով բաց են թողել Իրանի ուղղությամբ, հետ են վերադարձել։ Հիմա երբ որ ես ասում եմ, այդ ինքնաթիռները երկնքում դոմինանտ չեն, այնպես ինչպես օրինակ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ուղղաթիռներն էին պտտվում եւ շենքերի վրա դեսանտ էր իջնում, հա, պարզ եմ ասում, չէ՞, այսինքն հոպը այնտեղ անջատած էր։ Այստեղ հոպը ոչ միայն միացած է, այլև այնպիսի հոպ, որտեղ ամերիկյան եւ իսրայելական 5-րդ, 6-րդ սերնդի ինքնաթիռները վախում են մտնել։ Ընդ որում B2 ռմբակոծիչները եւս հեռավորության վրա են խփում։ Հեռավորության վրա են խփում։ Ես կարող եմ ենթադրել, որ այստեղ ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի եւ օդատիեզերական ուժերն են տեղեկատվություն տալիս Իրանին ամերիկյան բազաներին շատ դիպուկ հարվածներ հասցնելու։ Սա որպես ցուցիչ ինձ համար, հա։ Եվ երկրորդ, երբ օդուժը չի մտնում օդային տարածք, պատկերացրեք այսպես, էլի հոգեբանորեն ազդեցությունը շատ բարձր կլներ ամերիկյան կողմի, եթե ինքնաթիռները ամերիկյան օրինակ հայտնվեն Թեհրանի երկնքում։ Դուք պատկերացնում եք ժողովրդի մոտ խուճապի աշճանը եւ անպաշտպանվածության զգացողությունը, եւ ճշտամուտ ինքնաթիռները քո մայրաքաղաքի երկնքում են։ Բայց ոչ միայն մայրաքաղաքի երկնքում չեն, այլ օդային տարածք չեն մտել։ Ես կարծում եմ այստեղ իսկ կարող է ստրատեգիա ռուսական S300-ները, միգուցե նաև S400-ները իրենց անձնակազմներով կարող է ճիշտ տեղին եւ ճիշտ ժամանակին աշխատում են եւ ամերիկյան իսրայելական կողմերը դրա մասին իրազեկեն։ Ավելի շուտ կարծում եմ այսպես։ Պատերազմում սովորաբար այնպես չի գովազդի կամ շոուի խնդիր չկա, եթե պետությունները օգնում են, կանգնեն ասեն, որ մենք այս կամ այն հարցերում օգնում ենք։ Օրինակ նույն 12 օրվա պատերազմի կամ ռազմական գործողության ժամանակ չինական նավերը բավականին լուրջ ռազմական տեղեկատվություններ էին փոխանցում օպերատիվ ամերիկյան եւ իսրայելական օդուժի շարժի վերաբերյալ որսում էին տեղեկությունները փոխանցում էին։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ օրինակ Եմենի հուսիտները քարանձավներում մուրճեի քարե մուրճով երբ որ հիպերձայնային արագության հրթիռներ էին ստեղծել, վերգետնյա տարածքում էլ Իրանն էր, չէ՞ ստեղծել։ Եվ այդ ստեղծման մեջ ես սկզբունքորեն չեմ բացառում, որ դա ոչ միայն ինքնաբավ Իրանի արտադրանք էր, այլև օժանդակության, որտեվ այսօր երկիր մոլորակի վրա անգամ ՆԱՏՕ-ն կամ Ամերիկան չունի հիպերձայնային արագության հրթիռ։ Սա գիտության առումով որակապես քայլ առաջ է։ Այդ արագության հրթիռները չի բռնվում ոչ հոբ համակարգերը, ոչ հակահրթիռային համակարգերը, այսինքն բաց թողեցին թիրախին ինքը խփում է։ Առայս որ անկառավարելի եւ անկանխատեսելի հետագիծ ունի, օրինակի տարբերություն բալիստիկ հրթիռների, որի հետագիծը վայրեջքի պայն արդեն թիրախին հարվածելու բանը ինքը կառավարելի է, հայտնաբերվող է եւ հոբ համակարգերը հակահրթիռայինով կարող են խոցել։ Կարծում եմ, որ Ռուսաստանի բնականաբար շահերից բխում է, որ ոչ միայն այս բախման ժամանակ Իրանը չպարտվի, այլ սկզբունքորեն իր այն դաշնակիցը, որը Ռուսաստանի տնտեսական զարգացվածության ստրատեգիական միջանցքի ամենակարևոր պետությունն է, խոսքս հյուսիս-հարավի մասին է, իսկ Իրանը այդ առումով ամենաստրատեգիականն է։ Ոչ միայն չպարտվի, այլև ընդհանրապես չմասնատվել։ Օրինակ Իսրայելը կոնկրետ ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ վարչակազմի փոփոխություն է դրել եւ կառավարելի վարչակազմ։ Օրինակ Իսրայելը, ոնց որ պարոն Սուրենյանց ասաց, խնդիր է դրել մասնատման։ Այսինքն բոլոր այն երկրները, որոնք մեծ Իսրայելի ստեղծման ճանապարհին խոչընդոտ են, նվաճելու համար նախ պետք է մասնատես ազգային կրոնական փոքրամասնություններին
միմյանց դեմ հանես, իրենց անկախություն խոստանած եւ այլն, եւ որի արդյունքում այդ երկրները իսկապես քաոսի մեջ են հայտնվում։ Իդեպ այդպիսի փորձ Սիրիայում արեց, հա, Իրաքում արեց, հիմա նույնը Իրանում։ Հիմա էլ է շարունակում։ Եվ Սիրիայում հիմա էլ է շարունակում։ Այդ առումով ես կարծում եմ, որ այստեղ ավելի լավ է գործնական օժանդակությունը լռության պայմաններում, քան ասենք հրապարակավ խոսքը, որտեղ օժանդակությունը կարող է զրոյական լինել։ Շնորհակալություն, քան ժամանակը սպառվում է, մի քիչ ավելի կարճ ամփոփենք, պարոն Ղազարյան, դուք դեսպան եք եղել դիվանագիտական փորձ ունեք աշխատանքի։ Նայեք, Իրանի պատերազմից երևի 1 թե 2 օր առաջ Իսրայելի վարչապետը հանդիպեց Հնդկաստանի վարչապետի հետ։ Ողջագուրվեցին, շատ ջերմ ինչ որ հանդիպում էր, նույնիսկ այդ կադրերը նայելուց տեսնում ենք, որ իրանք ինչ որ ծովի մեջ էին, ոտաբոբիկ, տենց իրար դիմավորեցին, կանգնած էին, նկարներ կար էլի, եւ վիդեո կար։ Հետաքրքիր է, բոլոր երկրներից խոսացինք, բայց այստեղ Հնդկաստանը ինձ թվում է շատ առանցքային դեր է խաղում նաև այս ամեն ինչի մեջ եւ արդյոք դա դաբրո ստանալ էր Հնդկաստանից, որ իրենք չեն խառնվի կամ կաջակցեն, թե որտեվ նայեք, ոչ մի լրատվական, ոչ մի տեղեկատվական վերլուծական բան Հնդկաստանի անունը գոյություն չունի, բայց արդյոք պատահական էր, որ Հնդկաստանի հետ հանդիպեցին իրենք հենց 2 օր առաջ, մինչև այդ օպերացիան սկսելը։ Որպես այդ դիվանագիտական փորձ ունեցող մարդ, ո՞նց է կարծում նման գեյտերությունների, մեծ պետությունների ազդեցությունը ինչ բան ունի, էլի նպատակ ունի։ Տես դուք օրինակ բերեցիք, որ բանը Սուրեն Պապիկյանն է եղել էր Թեհրանում, հա, օրինակ, ինչ որ դուք նախանշում եք բաներ, բայց այ օրինակ Հնդկաստանի մասով ինչ կասեք։ Անկեղծ ասած դժվարն եմ ասել, որովհետև Հնդկաստանը այս ամբողջ ժամանակահատվածում որևէ արձագանք, որևէ վերաբերմունք չի դրսևորել եւ հետեւաբար դժվար է ասել, որ այդ այցելությունը կապված է նախապատերազմյան գործողությունով։ Ես կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, այլ տեսանելի հրապարակային հայտարարում են, որ Իրանի դեմ գործողությունը անում է Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին։ Եվ այդ գործողություններից առաջ Բենյամին Նեթանյահուն եղավ Վաշինգտոն Միացյալ Նահանգներում, այնտեղ ինքը ստացավ վերջնական քաղաքական համաձայնություն եւ այդ իրանց համատեղ գործողությունն է, ես չեմ կարծում, որ Հնդկաստանը դրան որևէ իմաստով մասնակից է։ Այդ տեսանկյունից որ նայենք, Իրանի դեմ պատերազմը սկսվել է Իրանի հետ ուղիղ բանակցությունների ընթացքում։ Պատերազմից 1 օր առաջ Իրանի արտգործնախարարը հանդիպում ունեց ԱՄՆ ներկայացուցիչների հետ, Ուիթքոֆի եւ Քուշների հետ եւ ընդ որում լավ տպավորությամբ, այսինքն հանդիպումից հետո նրա հայտարարությունները կառուցողական, չգիտեմ, խաղաղասիրական իմաստ էին արտահայտում եւ ասենք այդ հայտարարությունից հետո չես մտածի որ հաջորդ օրը սելա լայնամասշտաբ պատերազմ։ Բայց ինչ վերաբերում է Հնդկաստանի, ես կդժվարանամ ասել, որովհետեւ Հնդկաստանի որևէ գործողություն, որևէ քաղաքական հայտարարություն չկա եւ Իրանն էլ իր հերթին։ Բայց դա որ չկա։ Բայց Իրանն էլ չի մեղադրում։ Անդադ Չինաստանի անունը պատտվում է։ Բայց Իրանն էլ չի հիշատակում, այսինքն Իրանը չի տեսնում Իրան որպես Հնդկաստանին չի տեսնում որպես իր դեմ գործողություն նախապատրաստած կամ իրականացնող երկիր։ Պարոն Սուրենց, վերջում ամփոփելով, որպես քաղաքագետ, ո՞նց է գնահատում, եթե դուք լինեիք օրինակ երկրի ղեկավար, ինչպիսի դիվանագիտություն կիրականացնեիք այս բարդ իրավիճակում, այդ դուք ասացիք, որ պետքա նենց արվի, որ որևէ մի տեղից չերևա, որ դու կողմ ես, հա, հակամարտության, բայց պարոն Մելքումյանն էլ, պարոն Նահապետյանն էլ անդադ նշում էին, որ կա ինչ-որ մի պահի մենք հայտնվենք մի հատ շատ անկանխատեսելի եւ անհասկանալի իրավիճակում։ Օրինակ, ո՞րն է այս դեպքում Հայաստանի անվտանգության գրավականը։ Շնորհակալություն, նախ շատ կարճ մի հարցի վերաբերյալ ռեպլիկ անեմ։ Սա նույնիսկ ես պնդում եմ, որ Իսրայելի որոշումն է պատերազմ անձազերծելը, որովհետև իրերը իրանց անունով կոչենք Վաշինգտոնի վերնախավը այսօր դարձել է իսրայելական լոբիի պատանդը։ Այդ նպատակին են ծառայեցվել բազմաթիվ գործիքներ, այդ թվում այդ այսպես կոչված Էփշտեյնի դոսիեն, որ իմ խորին համոզմամբ թոկա, որ գցում են ամերիկյան վերնախավի վզին։ Սա մեկ, երկրորդը, ես արդեն ասացի, որ Հայաստանի կեցվածքը պետք է լինի հնարավորինս զուսպ, հնարավորինս պետք է զերծ մնալ հրապարակային գնահատականներից այս բանի վերաբերյալ, եթե դա խաղաղության ցանկություն չի, կամ պրոցեսներ, որտեղ Հայաստանից ոչինչ կախված չի։
արտաքին քաղաքական իմաստով սա այդ process-ն է։ Իսկապես ոչինչ կախված չի մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր համար անգնահատելի հարևան եւ գործընկեր է, բայց շատ կարեւոր գործընկեր է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա տնախոս ու բայց դա չի նշանակում որ Հայաստանի իշխանությունը ոչինչ չպետք է անի։ Հայաստանի իշխանությունը խնդիր ունի այս ճգնաժամային կառավարման անցնելու բոլոր առումներով։ Նոր պարոն Մելքումյանը շատ դիպուկ նկարագրում էր էներգետիկ համակարգի հետ կապված ինչ կարող է լինել, միգրացիոն ճգնաժամի վտանգ կա, դեմոգրաֆիկ ճգնաժամի վտանգ կա, լոգիստիկ այդ հանգույցների անխափան գործելու հետ կապված աշխատանք կա անելու, ի վերջո շատ բազմաբևեռ դիվանագիտական աշխատանք է պետք անել Իրան, Միացյալ Նահանգներ, բայց առաջին հերթին անհրաժեշտաբար Ռուսաստան, որպեսզի հնարավոր ռիսկերի դեպքում դու մենակ չմնաս։ Այդ շատ կարևոր է։ Այս ընդհանրապես չեզոքության իմ այդ բանին, իմպերատիվին, որպեսզի չեզոք մնան, հնարավորինս քիչ դիրքորոշում արտահայտեն, բացարձակապես այդ իմ ասած այլ ուղղություններով աշխատանքը չի հակասում։ Իհարկե չեզոքությունը չի էլ նշանակում, երբ որ արևանի տունը վիշտ է, դու չցավակցես, հավուր պատշաճի չարձագանքես, որտեղ պարոն Նահապետյանի հետ եմ համաձայն։ Ի վերջո պարոն Ղազարյանն էլ այդ մասին ասեց, ի վերջո ոչ բարեկամական վերաբերմունք կարող է դիտվել։ Ես խորապես վստահ եմ, ուղղակի մի հատ շատ ողորմելի բան է, ես խորապես վստահ եմ։ Իրանք փորձել են ցավակցական հերագիր տալուց առաջ փակ դիվանագիտական խողովակներով այդ տեքստը Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնել։ Խորապես համոզված եմ, հեչ այդ մի օրվա դադարը չէր լինի։ Նման բաներ չպետք է լինեն, ի վերջո Դե ինքնիշխան են էլի։ Հա, Նոր իշխանությունը, նոր ցուցիչը։ Ի վերջո Միացյալ Նահանգներն էլ Իրանի Իսլամական Հանրապետություններն էլ ի հանրապետություններ մեր կարևոր գործընկերներն են, երկուսի հետ էլ ռազմավարական համագործակցության մակարդակի է, չէ՞ մեր հարաբերությունները։ Իհարկե այդ հարաբերությունները որակի առումով չունեն են մակարդակի շոր Ռուսաստանի հետ հարաբերություններն են, բայց էլի շատ կարևոր հարաբերություններ են։ Այս առումով ես խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին երկու ղեկավարի վարկագիծ ուսումնասիրի, ինչ-որ բան սովորի։ Մեր տիպի երկրների հետ։ Հիտլերը Մեկը, չէ, մեկը Տոկաևն է, մեկը Ալիևը։ Այ Ալիևին, որ այդքան հանդիպում է, ավելի լավ կլինի Ալիևի այդ բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու հմտությունը սովորի։ Դա շատ կարևոր բան է երկրի իշխանությունը։ Հիտլերն էլ մի բայց ճիշտ քայլ արած։ Հա, այդ վերջը։ Ավարտենք մեր քննարկումը, մեր ժամանակը սպառվեց։ Եվրոմեդիա 24-ի արգելի հետևորդներ, ավարտվեց մեր քննարկումը, ինչպես տեսնում եք, այո, խաղաղությունը շատ կարևոր է, բայց նաև շատ կարևոր է պատրաստվել այդ խաղաղությանը եւ ամեն ինչ անել այդ խաղաղության համար։ Այսօր մենք իրական օբյեկտիվ իրավիճակը կապված մեր հարևան պետությունում ինչ որ կատարվում է, մենք տեսանք, լսեցինք, նոր բաներ լսեցինք, փորձագիտական, քաղաքական, տնտեսական, որը որ կարծում եմ ձեզ բոլորին այսօր շատ է հետաքրքրում։ Մենք կշարունակենք մեր քննարկումները կարևորագույն հարցերի շուրջ։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրերն էին Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը եւ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան տնտեսական գիտությունների դոկտոր Էդգար Ղազարյանը։ Լավ մնացեք։